Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի փետրվար ամսվա հորոսկոպը ցուլ նշանի համար։ Այս հոլովակի ընթացքում կասեմ, թե մոլորակները որ նշաններում են գտնվելու և ձեր որ տներում են գտնվելու, կնշեմ լարված օրերի մասին, կասեմ ովքեր բոլորից շատ այդ լարվածությունը կզգան և առհասարակ ինչ փոփոխություններ կբերի ձեզ այս ամիսը։ Կարևոր ամիս է լինելու փետրվար ամիսը, քանի որ ունենալու ենք արևի խավարում, ունենալու ենք հետընթաց Մերկուրի և շատ կարևոր միացում է լինելու մոլորակների։ Դա է Սատուրնի և Նեպտունի միացումը և դա հզոր սկիզբ է լինելու։ Դե ինչ անցնենք հերթականությամբ ներկայացնեմ, այստեղ ուզում եմ նշել, սիրելի ընկերներ, որ անպայման հորոսկոպը նայեք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև ձեր իմացած արևի, այսինքն հորոսկոպի նշանով, քանի որ այդ հորոսկոպի նշանը լրացնելու է ասցենդենտի նշանին, բայց ասցենդենտի նշանն է շատ կարևոր, որովհետև եթե դուք նայեք ասցենդենտի նշանով, ինքներդ կհասկանաք, թե ինչքան ճշգրիտ է աստղաբանությունը։ Եթե մինչ այժմ չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, կարող եք մեկնաբանություններում ինձ գրել կամ տելեգրամյան ալիքում, ինստագրամյան էջում նշելով ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը և անպայման ծննդյան ճշգրիտ ժամը։ Եվ ձեզ սիրով կպատասխանեմ, եթե ցանկություն ունենաք, կարող եմ անգամ կազմել ձեր ծննդյան քարտեզը, սկրինշոտ տարբերակով ձեզ ուղարկել, բայց քարտեզը կարող եմ կազմել միայն նրանց համար, ովքեր գիտեն իրենց հստակ ճշգրիտ ժամը ծննդյան։ Դե ինչ սիրելի ընկերներ, անցնենք, ես արդեն 1 տարի է ինչ դադարեցրել էի հորոսկոպը ներկայացնել ամսական կտրվածքով, այժմ արդեն վերսկսում եմ յուրաքանչյուր ամիս սպասեք հորոսկոպի։ Իսկ տարո կանխատեսումների ֆորմատը մի փոքր փոխել է, միայն նորալուսնի և լիալուսնի ազդեցությունն ենք նայելու, ինչը որ շատ կարևոր է եւ բնականաբար կրկին ամսվա ընդհանուր ֆոնը դուք կտեսնեք։ Որպեսզի բաց չթողնեք իմ հաղորդումները, իմ թողարկումները, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք։ Այսպիսով, սիրելի ընկերներ, հերթականությամբ անցնեմ, որ ոչինչ բաց չթողնեմ։ Արևը, սիրելի ցուլեր, մինչև ամսի 18-ը գտնվելու է ջրհոց նշանում, իսկ դա ձեզ համար համարվում է 10-րդ տոն։ Այսինքն արևը երբ որ 10-րդ տանն է, դա նշանակում է, որ հիանալի ժամանակահատվածը ինչ որ գործողություններ սկսելու կապված ձեր կարիերայի հետ։ Գուցե գնաք ինչ որ դասընթացների, որպեսզի կարիերայում աճ ունենաք, հնարավոր է ինչ որ փոփոխություններ լինեն կապված ղեկավարության հետ, առհասարակ կարիերայում աշխատանքի մեջ ինչ որ փոփոխություններ եւ իհարկե հնարավոր է շատերի ստատուսը փոխվի, հատկապես եթե ինչ որ պլանային փոփոխություն պետք է լինի ստատուսի, հիանալի ժամանակահատված է, օրինակ ամուսնանալու, ամուսնալուծվելու կամ այս ժամանակահատվածում օրինակ թոշակի անցնելու եւ այլն, նման ինչ որ հարցեր կարող են լինել, գուցե հարսանիքի օրը որոշեք եւ այլն։ Այնուհետև ամսի 18-ից սկսած արևը կանցնի արդեն ձկներ նշան, սիրելի ընկերներ, իսկ դա ձեզ համար համարվում է 11-րդ տուն, 11-րդ տունը իրենից ներկայացնում է մեր ընկերները, գաղափարակիցները, շրջապատը, այն ամեն ինչը կապված է օնլայն հարթակի հետ, կապերի հետ, ավիացիայի հետ։ Այստեղ հնարավոր է ունենաք նոր ընկերուհի, ընկեր, խոսքը սիրային հարաբերություններին չէ, այլ զուտ ընկերական հարաբերություններին է վերաբերում։ Գուցե ձեր երեխաների հետ կապված ինչ-որ փոփոխություններ մտցնեք, օրինակ նրանց գրանցեք ինչ-որ խմբակների կամ փոփոխության ենթարկեք խմբակները, քանի որ այս ժամանակահատվածում արդեն ամսվա վերջին Մերկուրին եւս հետընթաց է լինելու։ Նման հարցեր կարող են առաջանալ կամ ինքներդ որոշեք օրինակ գնալ ինչ-որ խմբակի մասնակցել, կամ ինքներդ ինչ-որ խմբակ բացել եւ ղեկավարել այն։ Ինտերնետ հարթակում, եթե ինչ-որ գործողություններ պետք է կատարեք, հիանալի ժամանակահատված է։ Մերկուրի մոլորակը մինչև ամսի 6-ը, այսինքն փետրվարի 6-ը կգտնվի ջրհոց նշանում ձեր 10-րդ տանը, բերելով ինչ-որ զանգ, նորություն կամ ինչ-որ փաստաթուղթ կապված կարիերայի աշխատանքի հետ։ Այնուհետև, սիրելի ընկերներ, արդեն ամսի 7-ից սկսած մինչև ամսվա վերջ Մերկուրին գտնվելու է ձկներ նշանում ձեր 11-րդ տանը, այսինքն շատ կլինեն զանգերը, խոսակցությունները ձեր ընկերների, ընկերուհիների հետ, ինչ որ նորություններ կապված երեխաների հետ, գուցե երեխաների թեմայով այդ զանգերը, այդ խոսակցությունները լինեն եւ ինչ որ փաստաթղթաբանություն կապված երեխաների հետ։ Այնուհետև արդեն Մերկուրի մոլորակը կդառնա հետընթաց Եվ այդ հետընթաց լինելու հետ կապված ես առանձին նյութ կունենամ,
որտեղ մանրամասն կներկայացնեմ ինչ է կարելի անել, ինչ չի կարելի անել այս ժամանակահատվածում եւ ում վրա ինչպես կանդրադառնա այս հետընթաց Մերկուրին։ Հետագայում կդնեմ, այս օրերի ընթացքում անպայման կտեղադրեմ, որպեսզի դուք տեղյակ լինեք եւ ճիշտ կառավարեք, այդ ղեկավարեք ձեր այդ ժամանակահատվածը կապված հետընթաց Մերկուրիի հետ։ Այժմ Վեներա մոլորակին անցնենք, Վեներան մինչև ամսի 10-ը, փետրվարի 10, այսինքն կգտնվի ջրհոս նշանում, ձեր 10-րդ տանը կրկին շատ ակտիվ է ձեր կարիերայի թեման, աշխատանքի, բիզնեսի, նպատակների թեման։ Հնարավոր է ձեզ ինչ-որ գումար բերի, հնարավոր է սիրավեպ սկսվի ղեկավարության հետ, նման հարցեր եւս կարող են լինել, կամ ինչ-որ գումար ստանաք կապված կարիերայի հետ։ Իհարկե պրիմիտիվ կենցաղային մակարդակով այս ժամանակահատվածում հնարավոր է ձեր աշխատավարձը ստանաք, դա այդպես եւս կարող է ազդել, բայց ավելի լուրջ իհարկե կապված է սա արդեն ծննդյան քարտեզով, շատ ինչ-որ կարևոր բաներ կարող է լինել, հնարավոր է աշխատավարձի բարձրացում լինի անգամ Վեներան, երբ գտնվում է 10-րդ տանը։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում գտնվելու է ջրհոս նշանում ձեր 10-րդ տանը։ Այստեղ ներողություն, Վեներան արդեն փետրվարի 10-ից սկսած կանցնի ձկներ նշան, սա չնշեցի։ Ձեր 11-րդ տուն, իսկ 11-րդ տունը, ինչպես նշեցի, մեր ընկերներն են, գաղափարակիցներն են, ինտերնետն է եւ այլն։ Այստեղ Վեներան հնարավոր է ձեզ գումար բերի on-line ինչ-որ գործունեությունից կամ ինչ-որ եթե ինչ-որ աշխատանք ունեք եւ գովազդ եք, միացրել այդ աշխատանքին, այսպես ասեմ on-line հարթակում, արդեն ձեզ կբերի հաճախորդներ եւ ինչ-որ գումարներ։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում ջրհոսում է լինելու ձեր 10-րդ տանը։ Եթե ծննդյան քարտեզով պայմանավորված լինի բացասական դիրքավորում, ապա հնարավոր է վիճաբանություն լինի կարիերայի հետ կապված, աշխատավայրում, ղեկավարության հետ, նման հարցեր եւս կլինի։ Առհասարակ, եթե Մարս մոլորակը մենք ցանկանում ենք իրան մի փոքր այսպես հանգստացնել, քանի որ մի փոքր ագրեսիվ մոլորակ է, կարող եք զբաղվել սպորտով, որպեսզի այդ էներգիան ավելորդ գնա դեպի սպորտը եւ իհարկե ձեզ օգուտ կբերի։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել հետընթաց դիրքով, խեցգետին նշանում, շարժվելով 17-ից 15 աստիճան։ Իսկ դա, սիրելի ընկերներ, ձեր երրորդ տունն է։ Երրորդ տունը ինչն է, իրենից ներկայացնում մեր ուսումը, խոսքը բարձրագույն ուսման մասին չէ, այլ ինչ-որ դասընթացները, քույր, եղբայրներ, գոլեգաներ, հարևաններ, ինչ-որ փաստաթղթեր, պայմանագրեր, այս ամենը կապված է երրորդ տան հետ։ Երբ Յուպիտերը այստեղ է գտնվում, այսինքն ինչ-որ բան հնարավոր է չէիք հասցրել անել եւ հետընթաց Յուպիտերը ձեզ շանս տա եւս մեկ անգամ, որպեսզի այդ ձեր ուզածը անեք, Այստեղ հետընթաց Յուպիտերի ժամանակահատվածում հնարավոր է շատերը օրինակ որոշեն գնել տրանսպորտային միջոց կամ կապի տրանսպորտի միջոց, տեխնիկա, դա եւս երրորդ տանն է պատկանում։ Այստեղ լավ կլինի նոր ինչ-որ բան չգնեք, այլ արդեն ձեզ ծանոթ օրինակ ֆիրմայից գնել կամ ուղղակի այս ժամանակահատվածը մտածեք, լավ ծանոթ թեթև անեք, որոշեք ինչ պետք է գնեք, այնուհետև գնեք։ Քանի որ լավ կլինի, ձեր ծանոթ օրինակ ունեք ինչ-որ հեռախոս, ինչ-որ ֆիրմայի, լավ կլինի, եթե ուզում եք փոխել հեռախոսը, կրկին այդ ֆիրմայից վերցնել, նոր ֆիրմայի չանցնել, քանի որ հետագայում գուցե փոշմանեք։ Սատուրն մոլորակը, սիրելի ընկերներ, փետրվարի 14-ից անցնելու է Խոյ նշան։ Խոյի այս եւ ամբողջ ամսվա ընթացքում գտնվելու է Խոյի 0-ից 1 աստիճանում։ Այստեղ կբերի իհարկե մեծ փոփոխություններ կապված ձեր 12-րդ տան հետ եւ առաջիկա 2-3 տարիների ընթացքում այնտեղ է գտնվելու Սատուրնը։ Իսկ Սատուրնը ինչ է, ամեն ինչը կազմակերպում է, այսպես մի փոքր գուցե խտացնում է, ավելի կարգու կանոնով է մարդկանց դարձնում։ Իսկ 12-րդ տունը, քանի որ հեռավոր հողերն են այստեղ, բժշկական թեմաներն են, այդ հարցերում գուցե օրինակ Սատուրնը ձեզ ստիպի, որպեսզի հետևեք ձեր առողջությանը, գնաք բժշկական զննման, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օրինակ ինչ-որ բժշկական հաստատություն բացել, ինչ-որ կազդուրող կենտրոններ, նման ինչ-որ վայրեր, ապա Սատուրնը ձեզ անպայման այդ հարցում, սիրելի ընկերներ, կօգնի։ Հատկապես, որ Նեպտունի հետ է միանալու, դա մի փոքր ուշ կասեմ եւ հիանալի սկիզբ է ձեզ բերելու։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում շարժվելու է 4-ից 7 աստիճան։ Աղեղնավորը, սիրելի ցուլեր, ձեր 8-րդ տունն է։ Այստեղ մի փոքր զգուշ եղեք, քանի որ հնարավոր է հարկային ստուգում լինի, ամեն ինչ փորձեք ճիշտ անել։ Զգուշ եղեք, որպեսզի ինչ-որ
կասկածելի գործարքների մեջ չմտնեք, հա, ֆինանսների հետ կապված։ Եթե պետք է վարկ վերցնեք, ապա իհարկե խորհուրդ չէի տա, քանի որ գուցե գայթակղությունները մեծ լինեն, ցանկություն ունենաք այո վերցնենք, բայց հետագայում ինչ որ խնդիրներ առաջանա այդ վարկը մարելու հետ կապված։ Նեպտունը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել փետրվար ամսին Խոյ նշանում, շարժվելով 0-ից 1 աստիճան։ Խոյը դա ձեզ համար ինչպես նշեցի 12-րդ տունն է, այստեղ Խոյում միանալու է Սատուրն մոլորակի հետ։ Ճշգրիտ միացումը տեղի ունենալու փետրվարի 20-ին, բայց մի քանի ամիս առաջ, մի քանի ամիս հետո հնարավոր է այն զգացվի։ Ոչ թե հնարավոր է հաստատ կզգացվի եւ շատերը գուցե արդեն զգացել են։ Քանի որ այս միացումը երկու մոլորակներ է, եւ շատ կարեւոր մոլորակներ եւ սա հազվադեպ միացում է, միանալու են եւ դրվելու է կարծես նոր սկիզբ, նոր հստակ սկիզբ, կարծես այն երազանքները, որ դուք ունեցել եք, Սատուրնը օգնելու է դրանք կարգավորել եւ հստակ արդեն քայլեր կատարել դեպի այդ երազանքները։ Սա լինելու է 12-րդ տանը։ Որոշ ցուլեր գուցե որոշել էին կամ որոշում են մեկնել արտերկիր բնակության, կարծում այս միացումը հենց դրա սկիզբը կլինի։ Ոմանք գուցե ցանկանում էին բացել օրինակ բժշկական ինչ-որ հաստատություն, գուցե ստոմատոլոգիա, գուցե մերսման ինչ-որ կենտրոն եւ այլն, այն ամենը ինչը կազդուրող է, հա, մարդու համար, դա կբերի հենց դրա սկզբին։ 12-րդ տունը իրենից ինչ է նաեւ ներկայացնում։ Գուցե շատերը որոշեն այն ժամանակահատվածում, օրինակ իրենց կարիերան փորձել հոգեբանության մեջ, սա եւս հավանական տարբերակ է այդ նոր սկիզբի։ Կամ օրինակ գնեք ինչ-որ անշարժ գույք հեռավոր վայրերում, հա, գուցե արտերկրում կամ առհասարակ որտեղ դուք բնակվում եք այդտեղից հեռու։ Հաջորդը Պլուտոնը շարունակում է մնալ ջրհոս նշանում, շարժվելով այս ամսում 3-ից 4 աստիճան։ Այստեղ սիրելի ընկերներ, ջրհոսը համարվում է ձեր 10-րդ տունը, եւ Պլուտոնը 10-րդ տանը բնականաբար կարծես վերակարգավորում է, վերակազմավորում է, հա, ձեր մասնագիտությունը, մասնագիտացումը, կարիերան, ինչ որ փոփոխություններ է ձեզ բերում, կարծես անցյալը ինչ որ ինքը փակում է եւ ավելի հզոր, ավելի լավ, հա, պաշտոն է բերում ձեզ գուցե, լավ ավելի աշխատանք է բերում, այն ինչը դուք կցանկանայիք։ Այստեղ, քանի որ 3-ից 4 աստիճանում է, հիմա նշեմ, թե ովքեր բոլորից շատ ասա կզգան, բոլոր նրանք, ովքեր ասցենդենտով են ցուլ, ասցենդենտը գտնվում է 3-ից 4 աստիճանում կամ ովքեր ծնվել են, հիմա նշեմ, ապրիլի 26-ից մինչ ապրիլի 26, 27, 28 այս օրերի ծնվածները կարծում եմ, որ բոլորից շատ են զգում Պլուտոն մոլորակի ջրհոսում լինելը, իրենց կարիերայի հետ կապված, իրենց ստատուսի հետ կապված փոփոխությունները։ Պլուտոնը իհարկե դանդաղ ընթաց մոլորակ է եւ բավականին երկար է գտնվելու այս ժամանակահատվածում, այսինքն վերոնշյալ իմ թեմաները 10-րդ տան հետ կապված դեռևս ամիսներ շարունակ դուք կարող եք զգալ եւ գուցե արդեն զգացել եք։ Անցնենք Նորալուսնին, այստեղ այս նորալուսինը ունենալու ենք արևի խավարում, ջրհոս նշանի 29 աստիճանում եւ կրկին սիրելի ցուլեր ձեր 10-րդ տանը։ Իհարկե սրա հետ կապված եւս առանձին նյութ կունենա, որտեղ մանրամասն կներկայացնեմ խավարումների միջանցքի մասին, իսկ հիմա այսպես մի փոքր արագ, հա։ Բոլոր այն ցուլերը կզգան այս խավարումը ամսի 17-ի, ովքեր ասցենդենտով ցուլ են, ասցենդենտը գտնվում է ցուլի 29 աստիճանում եւ ովքեր ծնվել են մայիսի 20-ին, 21-ին։ Այս օրերին ծնվածները ավելի շատ են զգալու այս խավարումը, բայց դա չի նշանակում, որ մնացածը չեն զգալու։ Քանի որ արևի խավարում է, այսինքն դա նոր սկիզբ է, նոր հնարավորություններ են կապված կարիերայի ստատուսի հետ։ Եվ կունենանք լիա լուսին, առույց նշանի 13 աստիճանում, փետրվարի 2-ին, մի քանի օր առաջ եւ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը այն կունենա։ Առույցը սիրելի ընկերներ ձեր 4-րդ տունն է, այսինքն այս լիալուսինն է ինչ որ պարտություն կմտնի կապված ձեր բնակության վայրի, ընտանիքի հետ, անշարժ գույքի թեմաների հետ, ինչպես նաև մայրիկի հետ կապված։ Այսինքն հնարավոր է ինչ որ նորություն մայրիկի մասին, օրինակ արդեն վճռական որոշում բնակարան կամ առհասարակ անշարժ գույք գնելու կամ վաճառելու հետ կապված։ Նման հարցեր կարող են լինել։ Այժմ ընկերներ, ասեմ, թե որ օրերն են լարված։ Փետրվարի 8-ը լարված է լինելու, Ուրանը եւ Վեներան 90 աստիճանի անկյուն են կազմելու, հատկապես որ Ուրանը սիրելի ընկերներ գտնվում է ցուլ նշանում։ Այստեղ առհասարակ փորձեք ինչ որ կասկածելի գործարքների մեջ չմտնել, ֆինանսական հարցերում, ինչ որ ֆինանսական գործարքներ կատարելիս լավ է զգուշ լինեք եւ զերծ մնաք ամսի 8-ից։
մի 2 օր առաջ հետո եւս ամսի 9-ին Մերկուրին եւ Լիլիթն են 90 աստիճանի անկյուն կազմելու, իսկ դա եւս ոչ մի գործարք մի կնքեք, փաստաթուղթ մի ստորագրեք եւ առասարակ ձեր խոսքին զգուշ եղեք, քանի որ հնարավոր է ինչ-որ ամփույթ խոսք, հա, եւ հետագայում խնդիրներ այն ձեզ համար առաջացնի։ Փետրվարի 14-ին Վեներան եւ Լիլիթն են 90 աստիճան կազմելու, դա հնարավոր է Վեներան ինչն է, դա սերն է, հա, Լիլիթն էլ գայթակղություններն են, չտրվեք գայթակղություններին, սիրելի ընկերներ, հնարավոր է ինչ-որ վիճաբանություններ լինեն, հատկապես որ ամսի 14-ն է Սիրահարների օրն է, ինչ-որ նման հարցեր կարող են առաջանալ։ Ամսի 15-ից, փետրվարի 15-ին մի 3-4 առաջ հետո Արևը եւ Ուրանը 90 աստիճանի անկյուն են կազմելու։ Զգույշ եղեք, սիրելի ընկերներ, այս օրերին ցանկալի չէ ինքնաթիռ նստել, կապի հետ զգույշ եղեք, հնարավոր է տանը հա այդ լարերի հետ կապված ինչ-որ հարցեր առաջանան, այնպես որ զգույշ եղեք, առհասարակ ճանապարհներ գնալիս եւ այլն։ Եվ փետրվարի 27-ին կրկին մի քանի օր առաջ հետո Մարսը եւ Ուրանն են կազմելու 90 աստիճանի անկյուն։ Էլի հա, շատ զգույշ եղեք ճանապարհներին, ինքնաթիռի հետ կապված, հնարավոր է ինքնաթիռում ինչ-որ խախտումներ, խնդիրներ առաջանան։ Իհարկե բարձր է, որ այս դիրքավորումները բոլորի վրա չեն ազդելու, կապված է լինելու ծննդյան քարտեզով եւս, բայց ամենայն դեպս կան, այնպես որ իմացեք եւ զերծ մնացեք այս օրերին ինչ-որ կարեւոր գործողություններ կատարելուց։ Կարծում եմ, որ ամեն ինչ ասեցի կապված փետրվար ամսվա հետ, սիրելի ցուլեր, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք հետագա թողարկումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։